Այսօր ինձ մոտ դասի օր է, ինչպես տեսնում եք, եկել եմ ու այսօր առաջին անգամ աշխատելու եմ մոդելի հետ, շատ պատասխանատու, շատ հաճելի, այդպես մեծ սիրով սպասում եմ։ Խոհանոցում ենք ու պատրաստում ենք պաղպաղակ, ամենահեշտ արագ տարբերակ, այս տարբերակով առաջին անգամ չեմ պատրաստում, պարզապես իմ երեխաները սիրում են ամեն բան բարդացնել, այսինքն եթե կարելի է պարզապես գնել խանութից, իրենք ոչ, մամա պատրաստի մեր համար պաղպաղակ, դե մաման էլ արդեն կլինի մի շաբաթ է, իրանք ասում են, որ պատրաստի սրանով պաղպաղակ։ Ինչա մեզ հարկավոր 200 մլ կաթ եւ այդ պատրաստի փոշին ընդհանրապես պետքա միքսերի օգնությամբ խառնել։ 3-ից 5 րոպե գրված է, ուրիշ ոչինչ չունենք անելու։ Համեղ բան է ստացվում, սովորական պաղպաղակ ու դնում ենք սառցախցիկը մոտավորապես 4 ժամ։ Ու միքսերով խառնենք։ Վերջ մոտավորապես 4 րոպե եմ հարել, ինքը տեսքից պարզապես սլիվկի սովորական ոնց որ լինի, բայց համը շատ անուշ ելակի պաղպաղակի համ է գալիս։ Այսպես թողնում ենք սառցախցիկում։ Սա կոչվում է, երբ որ դու այս սենյակը ավլել, մաքրել, վերջացրել ես, անցել ես մյուսին ու հետ ես գալիս, տեսնում ես նույն պատկերը 10 վայրկյան անց։ Ինչա որ այստեղ նստած մուլտ են նայում, իրենց անելիք անում են, դեռ չեմ հասցրել ոչինչ ավարտին հասցնել, բայց նորից նույն պատկերը։ Տվեք ինձ համբերություն։ Ինչ է նշանակում լողացնել աղջիկներին երկար մազերով, հարդարել, ժամեր դեպ ու բաց թողնել դրսում ամբողջությամբ հողով խաղալու, հողոտ են իրանք հիմա։ Այդ մենակ մամաները կհասկանան ինչ է նշանակում լողացնել ու թողնել հողերի մեջ։ Իդեպ մոռացած ես ցույց տամ այսօրվա իմ մատնահարդարումը, շատ շտապել ենք, շատ արագ ենք արել, այնքան էլ լավ չի ստացվել, բայց կարևորը կարճացրել ենք, որովհետև շատ երկար էր, նախորդ վլոգում ասել եմ, որ սուրեր երկար էր ու ինձ հարմար չէր լիցք կատարելուց, ինձ հարմար չէր թարթիչների հետ աշխատելիս, մի խոսքով հիշեցի, ասեցի սա էլ ցույց տամ, երեկոյան ուշ ժամը մեզ մոտ աղջիկներս քնած են, սպասում եմ ամուսնուս, այս պելմենիներն եմ պատրաստում, այդպես։ Մաշայից պատվերով պատրաստում ենք հոտ-դոգանման ինչ-որ բան, այստեղ ունենք ֆրի և տապակած նրբերշիկներ, այստեղ ունենք կեչուպ մայոնեզ, կանաչիներ, վարունգ, պամիդոր։ Սովորական փաթաթում ենք, իր սիրելի բրդուջիկներից մեկն է, ու ասում է մամայի ինձ էլ նկարի։ Նկարում եմ մաշ, այրավատեղ։ Ոչ բրդուջ, այլ հոտ-դոգ։ Այո, հոտ-դոգ, ճիշտ ես։ Հոտ-դոգ։ Հասարակ հոտ-դոգ չի, ամեն ինչով սենց խորուստ լցնված չէ։ Բուրգեր էլ կպատրաստենք մի օր կնկարենք։ Իդեպ իմ երեխաները այդ ամեն ինչը սիրում են, ֆաստ ֆուդային ուտելիքներ, բայց նախընտրում են իմ պատրաստած նույն ինքը հոտ-դոգը, բուրգերը, պաղպաղակը տեսակ անցած վլոգում արդեն, էլ ինչ, պիցայի լոշիկը, որ ես պատրաստեմ կաթով խմորով, բայց մաման այդքան էլ ժամանակ չունի, դրա համար երբեմն դիմում ենք պատրաստի տարբերակներ։ Գաթա եկարացին հայտական։ Հա, գաթա է, բայց վաղուց չեմ պատրաստել ոչ մի բան, թամբալացել եմ ժամանակի քրչության հետ կապված։ Այս միատկել ես էլ եմ պատրաստում։ Նյաժնի համովիկ բրդուջիկ գնանստի ենվեղ։ Մերսի։ Ես էլ եմ սարքում, երբ որ ուզես կասես։ Հեսա քուրիկներն էլ կարտնանան։ Գնա գանձս գնակեր։ Այդեղ չեք թափես։ Լավ։
Հա, բայց Էվայի համար, օքեյ, Էվայի համար մենակ վարունգով կանենք, ինքը կանաչիներ չի սիրում ու լոլիկը չի սիրում, այդ երկուսը չենք դնի։ Լոլիկ չի սիրում։ Էվան չի ուտում, բայց Իվետան ամեն ինչն սիրում է։ Բուդու Իվետա։ Յոմ պորմել է։ Ատամըտ շատ է ցավում, շարժվում է Մաշայի ատամը։ Իդեպ Մաշան դեռ 6 տարեկան չկա ու արդեն փոխել է 2 ատամ, այսինքն շարժվել է, ընկել է, հաջորդը աճել է, վերևին է արդեն շարժվում է 3-րդ ատամը, որ պետք է նոր ընկնի։ Ու մենք ունենք այսպիսի մի ավանդույթ, ինքը ամեն ատամ փոխելուց նվեր է ստանում, այնպես որ ինքը անհամբեր սպասում է, թե իր այդ ատամը երբ ընկնելու, որ նոր նվեր ստանա։ Ես իմ նվեր ստանալ։ Ես էլ փորձեմ։ Դա չես սիրում, չէ՞։ Սիրում։ Անցել էի այս դարակի մաքրությանը, այստեղ խառնաշփոթ էր, ինչպես տեսնում եք, ինչ մտքովդ անցնի, գոհություն ունի այստեղ ու վերջապես որոշեցի դասավորել, հիմա կեսից հասկացա, որ կարելի է միանալ դες, դասավորենք, ցույց տամ։ Ուզում եմ հասկանամ, որտեղ դասավորեմ, քանի որ սրանք ուշ եմ օգտագործում, այս ալյուրի բարձրակարգ տեսակա, իրան ուշ եմ օգտագործում, այս ծովի աղը էլի բարձր որակի, սա էլ շատ հաճախ չեմ օգտագործում, հիմնականում երեխաների ուտելիքների մեջ կրախմալ, այս էլ այստեղ այնտեղ իմ պրոտեինն է, այստեղ ունենք դարչին, որը ես չեմ սիրում, սա պարզապես կեսօրս էր ուղարկել Ամերիկայից, այդպես կա, այս հաճախ եմ օգտագործում բրինձով փլավների հետ, ինքը դեղին գույն է տալիս ու շատ համեղ, լավ համեմունք է, սա էլ մսի համեմունք է, հիմնականում իրան օգտագործում եմ կուկուրուզի վրա, կուկուրուզը խաշում ենք, հլեցնում ենք վրան, համով է լինում, այդպես, սա էլ հաճախ չեմ օգտագործում, Nesquik-ի ըմպելիքը, ասել եմ, որ կաթով ես բացում իրան, ասել եմ, որ չեմ սիրում ես նմանատիպ բաներ, երբեմն ամուսինս ուզում իր համար պատրաստում ենք, այս կակաո, բիսկվիթների մեջ օգտագործում եմ, բայց ոչ հաճախ, սա զապաս գարոշկաներ, բանի, պղպեղի, սա արդեն բացված տարբերակն է, հաճախ ենք օգտագործում, սա էլ եմ հաճախ օգտագործում, էլի բարձրակարգ վարդագույն աղը ծովի, լավն է շատ, թեյ, սեզոնը չի քիչ ենք օգտագործում, էլի թեյ, այսպես մոտավոր, սա էլ թեյ, շատ համեղ, դալշը, շաքարավազինը կտեղավորենք ամանի մեջ, այս աղը Եվս կտեղավորենք ափսերի մեջ, այս սուրճը, որ չեմ հավանել, այդպես ելնում է, իմ վիտամին են, այս իմ ֆիքսը վիտամինային, բայց սա կարծում եմ այս դարակում չեմ թողնի, մյուս դարակը տեղափոխեմ դեղերը, ալյուրը եվս իրապանի մեջ կլեցնենք, այս էլ ամեմունք, սա ընկույզ է կարծում եմ սրատեղներ կդինենք, այս դարակում, հետո համեմունքների մի մասն է, այստեղ է, որոնք որ սենց կիսակ բացված են, այստեղ ունենք տարբեր համեմունքներ, սրանք ավելի շատ հաճախ օգտագործվողներից են, այս դարակն էլ պետք է սրբենք, մաքրենք, այս պուճուրիկ դարակն են դեղերը, ինչն էլ պետք է դասավորել, մաքրել, սրբել, բայց չգիտեմ հիմա կհասցնեմ, թե չէ խանութ պետք է իջնեմ, եթե չէ սա կմնա հետո, այստեղ ալյուրը ավելացնենք, այստեղ իմ համար ահռելի գործ եմ ստեղծել, բադրջաններ, կաբաչկիներ, այստեղ պատրաստված ու դեռահատին էլ ունեմ պատրաստելու, այս ակրոշկա ու բրինձ, միասին բոմբա ուղղակի, եթե չեք փորձել, փորձեք, ակրոշկան այս տապակած բանջարեղենով ու բրինձով անմահական, իմ ամենասիրելի սննդային միքսն է սա,